Ավարտվեց նիստը եւ ինչ կասեք։ Նիստը ավարտվեց, քննարկումը շատ երկար տևեց, դատանը գնացել է խորհրդակցական սենյակ, չի ասել երբ գրապարակի, ասաց նախապես կտեղեկացնի։ Այսօր, ենթադրվում է այսօր, դե հիմա չի ասել երբ, բայց նախապես կտեղեկացնի։ Ինչպես է գնահատում դատարանի վարքագիծը։ Դատանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև դատանը ըստ էության լսողի դերում էր կողմերի փաստարկները, այսինքն սպայն դժվար ասել դատանը ինչ է անում։ Մենք կարող ենք ասել, որ մեղադրանքը ուղղակի այստեղ ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա։ Իրենք ինչ են ասում են իբրև թե Ծառուկյանը որոշակի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների խարդախությամբ նրանցից հափշտակություն արել եւ փողերի լվացումը կատարել, բայց մենք դատանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձին փաստաթղթեր են ստորագրել, որոնց իրենք են պարտ Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձել, պարտավորվել են մինչև 26 թվականը վերադարձնել, հիմա չեն վերադարձել եւ այս վարույթները ըստ էության շանտաժի հետ կապված սկսել են։ Մենք հիմնավորեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դատանի որոշումով, որ իրենք այս նույն process այնտեղ են նաև սկսել եւ այնտեղի դատանը արձանագրել է, որ հանցագործություն չկա, քաղաքացիական գործընթացներ են եւ նաև համապատասխան իրենց իրավասու պետական մարմինները արձանագրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հայտարարածների հիմնական մասը չի համապատասխանել իրականությունները ըստ էության սուտ է։ Այսինքն այն, որ ինչ որ ներկայացնում են, ակնհայտ է, որ այստեղ հանցագործություն ընդհանրապես գոյություն չունի, ասում են, տեսեք, հասարակ բան։ Ասում են, որ որոշակի ընկերությանը պատկանող գույքը հափշտակել է խարդախությամբ, ասում ենք այդ գույքը ումա պատկանում, ասում են այդ նույն ընկերությանը։ Ասում ենք լավ, այդ ընկերության գույքն է, պատկանում է այդ ընկերությանը։ Ոնց են հափշտակել, հափշտակվել է։ Հափշտակությունը, խարդախությունը դա նա է, որ դու այդ ընկերության կամ անձի սեփականությունից դուրս ես հանում, դարձնում ես քոնը։ Բայց պատկանում է այդ ընկերությանը, որի 50% սեփականատերը Իրան Իսլամական Հանրապետության քաղաքացին է։ Պարոն Սարգսյան, փաստացի բիզնես վեճ է, որին որոշել է նաև այսպես մեջ հնչեղություն տալ ազգային անվտանգության ծառայություն։ Դուք այդպիսի նախադեպ ունեցել եք, որ ԱԱԾ-ով կան եկեք մի հատ նկատառում ասեմ, հենց այս ֆոնի վրա, հետո գործընկերս կշարունակի։ Ուրեմն տեսեք, 2026 թվականի հունիսի 9-ին ընտրությունից հետո Գագիկ Ծառուկյանը կազմական գործերով պետք է մեկներ։ Այս նույն քրեական գործով միանգամից իրեն թույլ չեն տալիս որ մեկնի եւ մեղադրանք են ներկայացնում, բացակայելու արգել խափան միջոց։ Պարոն Խաչատյանը, պարոն Մինասյանը բողոք են ներկայացրել այդ որոշման դեմ, նշելով, որ քանի որ եղել է падգամավորի տեխնացու, ԿՀ-ի թույլտվությունները պետք է անձեռնմխելությունը հաղթարել, որից հետո միայն կլիներ մեղադրանքի օրինական։ Առանց դրա ապօրինի է։ Ուրեմն դատախազը բավարարել է իրենց բողոքը եւ արձանագրել է, որ այո, ապօրինի է մեղադրանքը։ Բայց ամսի 23-ին հաստատել է, մինչև ամսի 6-ը այդ որոշումը չեն ներկայացել, ոչ քննիչին, ոչ մեզ։ Սահմանի հետ սահմանափակումը չեն վերացել բացակայելու արգելք, այսինքն մի հատ 23-ից պահել են ապօրինի սահմանափակումը, մինչև ամսի 6-ին ձերբակալել։ Հիմա դրանից հետո մենք կարանք խոսենք, այսինքն դատախազությունը արձանագրել է, որ մեղադրանքը ապօրինի էր։ Սա նշանակում որ այդ պահին պետք էր սահմանը փակել, այդ մեղադրանքը ապօրինի ներկայացեցին, հետո կարճեցին, հետո էլ պետք էր սահմանափակումը ելքի պահել մինչև ամսի 6-ը ձերբակալել է, ամսի 6-ը պահեցին, այսինքն այս բոլոր ապօրինությունները վկայում է, որ այստեղ մենք գործ չունենք իրավական process-ների հետ։ Իրենք անում են այն, ինչը որ հրապարակային հայտարարվել է, որ պետք է արվի ու շարունակական անում են։ Ներկայացնում ենք ապացույցները, կոնկրետ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին մյուս դրվագով ասում է, որ Ծառուկյանը ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, ընդ որում Ծառուկյանը ասում է, որ այդ անձը խաբելու է մեզ, ասում է ես ասացի չէ, ոչինչ թող աշխատի։ Հիմա իրանք ասում են չէ, Ծառուկյանն է խաբել այդ անձի հետ միասին։ Այդ քաղաքացի տարերեսում է եղել։ Այս բանը դեռևս ոչ։ Հիմա դուք տեղեկություն ունեք Իրանի քաղաքացին ծագումով ադրբեջանցի է թե ոչ։ Նման տեղեկություն չունեմ։ Պարոն Խաչատրյան, հավելեք դուք մանրամասնեք ձեզ այս պահին գործի հիմքերի մասին ինչ տպավորություն ունեք եւ մասնագիտական առումով ինչ նկատառում։ Տեսեք, պարոն Սարգսյանը մի քիչ ավելի բարի գտնվեց, ես կասեմ, որ այս ստատական նիստի ընթացքում մեղադրանքից քարին չի թողնվել։ Նման փուչ մեղադրանք դժվար է պատկերացնել նման գործով, եթե նույնիսկ այս հետապնդումները պետք է կազմակերպեն, պետք է մի քիչ ավելի
լուրջ մեղադրանք խտացին, որովհետև ստեղ կարծում որ հանցագործության դեպք էլ չկա ու ավելին ոչ թե բիզնես վեճա դուք չէ հարցրեցիք, սա բիզնես վեճա վերացման քրեայրավական process-ի, ես կարծում եմ որ ստեղ բիզնես վեճ էլ չկա, ստեղ ուղիղ իմաստով պետք է պարոն Ծառուկյանը ճանաչվեր դուժող, որքի այս պարագայում դուժողին տրվել է մեղադրյալի կարգավիճակ։ Պարոն Խաչատրյան, մեկ դեպքի մասով այլ կառույցներում, կազմակերպություններում խոզարկությունները ինչով են հիմնավորել։ Չէ, այստեղ չեն կարող ասել, որ մեկ դեպքի, ուղղակի այստեղ շատ կարևոր է հենց պարոն Սարգսյանի ասածը, որ այս քաղաքական հետապնդումների, հա, ֆոնին տարբեր գործերով բոլոր գործերը ակտիվացան մեկ օրում։ Նույնիսկ 2020 թվականին ինչ-որ Կոտայքի քննչականում քննվող գործով էր ակտիվացան, 19 թվականի գործով հարուցված ակտիվացան, 20 թվականի գործով, այսինքն հենց կարևոր է արձանագրել այդ հանգամանքը, որ բոլոր գործերը ակտիվացան մեկ օրում։ Դե ով կպատասխանի մեզ ինչու։ Բոլորն ասում են մենք հիմա զբաղված ենք, բոլորն ասում են մենք հիմա զբաղված ենք զուտ իրավական process-ներով, մնացած դատողությունները թողնում եմ ձեզ, մենք կզարմանայինք, որ այլ կերպ մեկնաբանեին, հելնեին ասեն չէ, մենք հենց հիմա զբաղված ենք քաղաքական հետապնդումով։ Պարոն Սարգսյան, մինչ այս պահին գործողություններ են կատարվել, բացի խոզարկությունները։ Դե փաստացի մեր մասնակցությամբ խոզարկությունն է, ձերբակալումն է եւ նաեւ այս կալանքի միջնորդությունն է։ Այսինքն որպես այդպեսին իրենք բազմաթիվ գործողություններ ունեին անելու հատուկ չի կատարվել, որովհետև ինչ անում են, երկվում է մեղադրանքը։ Նոր է դատանում մեկ այլ անձի ցուցմունքը պահանջեցին, ներկայացրեցին եւ ամբողջությամբ նորից մեղադրանքը հետ։ Դեք ինչն է մեր մոտ խնդիր ստեղծում։ Մենք այս նման process-ներում շատ ենք եղել, այդ թվում Ծառուկյանն էլ է այս ամեն ինչի մեջով անցել։ Բայց հետեւյալն է, էլի Իրանի Իսլամական Հանրապետության դատարանը վերջնական որոշմամբ հաստատում է, որ իրենց քաղաքացիների գրածը սուտ է, որ այստեղ խարդախության հանցակարգ չկա, սովորական գործարար հարաբերությունները, Հայաստան Հանրապետության իրավապահ համակարգը ասում է չէ, նույնը հանցագործությունն է, խարդախությունն է, եւ այն պարագայում, երբ որ նաեւ կա նրանց դեմ տրված հաղորդում, դա ընթաց չեն տալիս, սովորական վիճակով սա շատ դանդաղ քննություն է, սա մի օրում, երկու օրում sense հրատապ քննությունով, այսինքն ակնհայտել որ առիթ էր Ծառուկյանին կալանավորելու համար, ձերբակալելու համար ինչ արվեց, այսքան։ Միջանոց այս մի օրում այս քննությունը sense որ կատարվում է զուտ մի բանի համար, որպես պարոն Ծառուկյանին բերեն դատարան ու պարտադիր ունենան կալանքի որոշում, որովհետև հիմա կազմված է քննչական խումբ, գործը հանձնարարված է քննչական խմբին, բայց այն գործողությունները, որոնք պետք է արագ կատարվեն քննչական խմբի կողմից, հա, ասենց օպերատիվ կատարվեն, որ օբյեկտիվ իրականությունը մի քայլ շուտ բացահայտվի, որ այդ գործողությունները, որ պետք է հրատապ կատարվի, դա չի կատարվում, որ հիմա դատարանում գան մեր գործընկերները, պնդեն, որ դեռ նախնական փուլ է, ժամանակ է պետք, որ այս անենք, այն անենք, որ հա, փորձեն դատարանում տպավորություն ստեղծեն, որ բազմակողմանի քննություն դեռ պետք է կատարեն։ Ինչ քայլեր պիտի արվեն, որոնք չեն արվել, խնդրում Դե առնվազն ես այս պահին չեմ ցանկանա թվարկել, առնվազն պարոն Ծառուկյանն էլ մենք էլ պահանջում ենք առերեսում մի շարք անձանց հետ։ այդ թվում Իրանի քաղաքացիների։ Իրանի քաղաքացիների, այդ թվում նաև մեր հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու համար, որը որ ժամանակ չլինելու պատճառով այս պարագայում, այս մեկ օրվա օրիկես ընթացքում չի կատարվել, այդքան էլ ճիշտ, հա, որովհետև ըստ էության, բայց քննչական խումբ էր գործում, կարող են այդ բոլորը կատարել հենց ընդհանրապես ժամերի ընթացքում։ Այս պահին չեմ կարող թիվ ասել, բայց քննչական խումբ արդեն նշանակում որ մի քանի հոգի զբաղվում են նույն գործով։ Մեղադրող կողմից։ Երեք հոգի։ Անունները կգործի։ Անով չեմ։ Այսքան շնորհակալություն, ես բան։ Արվացնուկերին հարկելի մենք լսում ենք Ծառուկյանի հաստատվաններին, Էմի Խաչատրյանին, Երեմ Սարգսյանին, նշենք, որ